Բարի ձեզ սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում իմ հյուրը պրոդյուսեր, իսկ այսուհետ արդեն Գյումրիի քաղաքապետի թեկնածու ընտրություններում Ռուբեն Մխիթարյանն է։ Պարոն Մխիթարյան, շատ շնորհակալ եմ, որ հրավերը չմերժեցիք։ Գյումրի էր եկել իր ողջ շքախմբով վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եկավ իր տարածած տեսանյութից դատելով, մարդիկ այդպես մոտեցել էին, փաթաթվել էին, պաչել էին, սիրել ու գուրգուրել էին։ Գյումրեցիները այդպես սիրեն գը Նիկոլ Փաշինյանին, թե դա մասովկայի համար էր, այսպես ասած։ Եթե դուք ուշադիր նայեք այն հրապարակումը, որը արել է Նիկոլը իր էջում, այդ այցելությունից, դալիճում դուք տեսնեք գյումրեցի միայն այն մարդկանց, ովքեր իրենց ցուցակի միջի մարդիկ են եւ հատուկ են գործարարներ, որոնք գյումրեցի են, բայց Գյումրիում չեն ապրում։ Պնդում եմ, որ եթե դուք այնտեղ գրանցման թերթիկներով, Գյումրիի գրանցում ունեցողների թերթիկներով նայեք, թե ովքեր են ներկա այդ հանդիպմանը, դուք կտեսնեք, որ մեծամասնությունը Երևանից եկած շքախմբի ներկայացուցիչներն էին, քաղաքապետարանի որոշակի աշխատակիցներ եւ այլն։ Ու դա բնորոշ է Նիկոլին, որովհետեւ ինքը շատ լավ հասկանում է, որ ինքը 2018 թվականի Նիկոլը չի։ Դա բոլորն են հասկանում։ Իդեպ, եթե ուշադիր եղել եք, այս վերջին մի քանի ամսվա հրապարակումներում ակնհայտ է դառնում, որ գերագույն գլխավոր հրամանատարը նաև գերագույն գլխավոր աճպարար է։ Օրինակ նստում է 7-րդ համարի ավտոբուսը հոլովակում իջնում է 11-րդ համարից, եթե Գյումրիի հրապարակած կադրերը տեսնեք, սկզբից որ բարևում է այդ պաստոյկի սմիրնը կանգնած մարզպետ, ԺՊ քաղաքապետի, իրենք փողկապով են, հաջորդ կադրում, երբ որ քայլում են, բոլորը առանց փողկապ են։ Հիմա այ մոտավորապես այդ ֆոկուսներով էլ երկիրը կառավարում է։ Այսինքն մի քանի դուբլից են նկարել այդ նույն։ Չէ, ես կարծում եմ փողկապներն էլ է Հանձնե Ալիևին։ Ինքը ցանկացած բան, ինչ հնարավոր է քանդել, պատրաստ է հանձնել։ Իսկ իրականում, եթե հեգնանքն ու հումորը կողքի թողնենք, ես միշտ կուզենամ, որ Նիկոլը գա Գյումրի իր շքախմբով եւ գնա, որովհետեւ իր ամեն հաջորդ այցելությունից հետո իր հովանավորյալի վիճակը ավելի վատանում է։ Ես կարող եմ այսօր վստահորեն պնդել, որ ամեն Նիկոլի այցելությունից հետո գյումրեցիների մոտ կարծրանում է այն կարծիքը, որ պետք է բոլորով միասին միավորվեն եւ քշեն սրանց։ Ու այսպիսի մի տենդենս է արդեն նկատվում, որ այն մարդիկ, որոնք ովքեր տարիներով իրար հետ խնդիր են ունեցել, չեն խոսել, նույնիսկ կարելի է ասել որոշակի թշնամական հարաբերությունների մեջ են եղել, նույնիսկ այդ մարդիկ են գտնում շփման եզրեր, հասկանալով, որ պետք է ամեն ինչ անել ու միավորվել, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չհաղթի Գյումրիում։ Թեկնածուներին նկատի ունեք։ Ոչ միայն թեկնածուներին։ Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան, Չէ, ես հիմա խոսում եմ սովորական ժողովրդի մասին։ Հա, պարզապես սովորական ժողովրդի մասին, սովորական քաղաքացիների մասին, թեկնածուների մասին հələ շատ ժամանակ կա խոսելու, բայց ես վստահ եմ, որ թեկնածուների պատկերացումների մեջ էլ էական տարբերություն չկա։ Այսինքն բոլորն էլ համարում են, որ ամեն ինչ պետք է անել, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չհաղթի։ Գերագույն գլխավոր լաչարի ղժղժոցը հենց դրա մասին էր։ Ինքը եկել էր ղժղժում էր, Սաշիկը, Միշիկը, Սերժիկը, Ռոբերտը, Ռոբիկը, Վարդանիկը, ասենք ուզում ես ասես լավ, եղբայր, Սաշիկը ինչ է անում, Գյումրիի շների ստերջացման մեջ 50% փայ է մտնում, որ այդ շները բազմանում են գնալով, ինչ է անում, Միշիկը ցերեկները գալիս է կենտրոնական փողոցների աղբամանների մեջ զիբիլ է լցնում, որ այդ ամեն ինչ են անում, ինչ են անում այդ մարդիկ, որ դու անընդհատ 7 տարի 7 երգիտես 7-ն էլ այդ ամեն ինչի մասին է ու գյումրեցիները այդ ամեն ինչը շատ լավ ֆիքսել են։ Բոլորին բոլորի հետ է կապում, այսինքն այդ բոլորի հետ անընդհատ անցյալի անունը տալով, անընդհատ անցյալի դեմ կռվելով, պետությունը մտցրել է ներկայի ճայիչի մեջ։ Իսկ մենք ուզում ենք քայլենք դեպի ապագա։ 2021 թվականին ինքը իր պատկերացրած ապագան էր խոստանում։ Այդ պատկերացրած ապագայում
արդեն չկա Արցախ, մենք ամեն օր տեսնում ենք Բաքվում տեղի ունեցող դատավարություն կոչվածը, տեսնում ենք մեր հայրենակիցներին, որոնք ամուր են, կանգնած են, բայց մենք իրենց ցույցված տեսքերը տեսնում ենք։ Ու այդ ամեն ինչի մեջ, այդ ամեն ինչով չզբաղվելով, մտածել Գյումրիում իշխանություն վերցնելու մասին, հավաքել 150 հոգի մարդ, գալ Գյումրի, քաղաքի կենտրոնը կոլապսի ենթարկել, կանգնել, քանդու քարապեղած ատամներով գորգռալ, լաչարի պես ղժղժալ։ Եթե մի մարդը 7 տարվա իր ատամները չի կարողանում սարքի, պետություն ո՞նց պիտի սարքի։ Բայց դա պլյուս են դիտարկում ձեր մրցակիցներից Արտյոմ Թումանյանը հանրահավաք էր արել ու հանրահավաքում հենց հայտարարել էր, ասել էր, այն որ հենց մենակ այն որ Նիկոլ Փաշինյանը ատամները չի փոխում, արդեն ցույց տալ ու մարդը չի թալանում։ Ազնվագույն մարդը։ Ես կարծեմ նույն մարդը վերջերս ասել էր, որ հիասթափվել է, չէ՞։ Վերջերս այո, բոլորովին վերջերս հիասթափվել էր հեղափոխությունից։ Դե ես ոչ հեղափոխություն արել եմ, ոչ ինձ իրավունք եմ վերապահում հիմա հեղափոխությունից հիասթափվածներին կոմենտելու եմ։ Հա, պարզ է։ Բայց ձեր կարծիքով Փաշինյանը քարոզարշավից առաջ այդ շքախմբով այդ ամբողջով եկել էր Սարիգի ռեյտինգը բարձրացնելու համար, ո՞րն էր իր այդ ուղերձների նպատակը։ Մենք իհարկե կխոսենք ավելի դետալացված կոնկրետ ինչ թիրախների էր ինքը հարվածում, ո՞րն էր իր նպատակը, բայց ձեր կարծիքով իր գալունը իմաստը ո՞րն էր։ Իրան թվում է, որ ինքը եկել էր դուխ տալու։ Ես չհասկացա ինչ տվեց իրականում, բայց վստահ եմ, որ Սարիգի գործերը իր այցելությունից հետո ավելի վատացել է։ Որովհետև տեսեք, մի հատ շատ կարևոր բան կա, էլի գյումրեցիները մեր բարբառով ասած քյոյնա ժողովուրդ են, իրենք չեն սիրում, որ Երևանից մարդ են բերում իրենց վրա, էլի։ Այսինքն լավ տեղյակ չէր էլի, որ այդքանին կարար չհավաքեր վերեր։ Դե ես վստահ եմ, որ ինքը շատ բաներից տեղյակ չի, որովհետև օրինակ Սամվել Բալասանյանին ակնարկելով մի քրեական գործի մասին էր խոսում, որի հետ Սևբերտը ընդհանրապես կապ չունի։ Այո։ Երկրի ղեկավարը կիսա ճշմարտությունների, կիսա տեղեկությունների, կիսա լրագրության փայլուն ներկայացուցիչ է։ Իսկ վստահ եք, որ չգիտի։ Կարող է գիտի դիտավորյալ է մանիպուլացնում։ Գիտեք, ես վստահ եմ, որ չգիտի։ Ես վստահ եմ, որ չգիտի, որովհետև չի կարող մարդը, որը նվազագույնը տարական հիշողություն հասկացողությունը պիտի ունենա, չի կարող մարդը կանգնել 2018 թվականին գոռալ, որ մարտի 1-ի դեպքը ամբողջ ծավալով բացահայտված է, հետո այս տարի ասել, որ ես նման բան չեմ ասել, ես ամբողջության բառը չեմ ասել։ Այնպես որ շատ բաներում, գիտեք, մի քիչ մենք շատ մեծ կարծիք ունենք այդ անձնավորության մասին, էլի, այդ անձնավորությունը այդքան մեծ կարծիք ունենալու բաներ չունի, էլի։ Սովորական դեղին մամուլի լրագրող, էլի։ Հա, պարզ է։ Ինչ ասաց Փաշինյանը Գյումրիում, եկավ ասեց վերջին ճակատամարտն են մղում, անշարժ գույքերը 300-350 միլիոն դոլարի մասին էր խոսքը։ Գյումրիում այդքան գույք կա, ու ընդհանրապես դուք այդ վերջին ճակատամարտն եք ձեր թալանի մղում։ Դուք հիմա մասնակցում եք ընտրություններին թալանի նպատակով։ Եթե երկրի գերագույն գլխավոր լաչառը կարողանա ապացուցի, որ մեկը ես օրինակ ինչ որ մի մոդիֆիկացիայով թալան բառի հետ կապ ունեմ, ինչ որ մի մոդիֆիկացիայով առավելևս 300-ից 350 միլիոն դոլարի ինձ իրավունք կվերապահեմ պնդելու, որ 9 թեկնածուներից ոչ մեկ կապ չունի 300-ից 350 միլիոն դոլարի գույքի թալանի հետ։ Եթե տվյալ անձնավորությունը կարողանա 9 թեկնածուներից գոնե մեկին կապել այդ գործի հետ, 9 թեկնածուներից գոնե մեկին։ Ես պնդում եմ, որ չի կարողանալու։ Որովհետև գետ մեկ ապացույց, ասում եմ, մենք խոսում ենք մի մարդու մասին, ով ժողովրդին ասում էր, որ բոլոր կարևորագույն որոշումները իրականացնելուց առաջ մենք բոլորով հավաքվելու ենք հանրապետության հրապարակում, ես ձեզ դա ներկայացնելու եմ եւ բոլորով ենք որոշելու, ինչ ենք անելու։ Հիմա այս մարդը, եթե ամպագորգոր հայտարարություններ է արել 7 տարվա մեջ իր ասած հայտարարություններից 180 աստիճան հակառակ բաներն է արել։ Ասենք ինչի պիտի այս հայտարարությունը ավելի ճշմարիտ լինի, քան նախորդ 5 միլիոն հայտարարությունները։
Ըստ ձեզ չէր ծաղրում գյումրեցիների գիտակցությունը այն խոսույթով, որ հեսա հատիկ առ հատիկ, Range Rover առ Range Rover, այնտեղ բրաբուս առ բրաբուս, եթե այդքան վատ եք զգում, յաշիկ առ յաշիկ հետ են բերելու։ Այս նույն խոսույթը 7 տարի առաջ էլ նույնն էր, այսօր էլ նույնն է, ասենք գյումրեցիների արձագանքը ո՞րն է սրան։ Հումորով ենք վերաբերվում։ Ես վստահ եմ, որ իմ քաղաքում հումորով են այդ ամեն ինչին վերաբերվում։ Իդեպ ընկերներիցս մեկը ասեց, այդ շատ է սկսել Range Rover արտահայտություն անել, աչքիս աշկա դրել Range Rover-իդ վրա։ Դուք Range եք քշում։ Հալալ քրտինկով վարած Range Rover-ը, առած գնաց ձեռք բերած։ Պարզ է, իսկապես կարող ձեր ակնարկում հատիկ առ հատիկ պիտի բերի։ Դե, գիտեք, ինքը այնքան հետաքրքիր բան ունի, հռետորաբանություն ունի, ինքը կարող է ակնարկել բոլորին ու չակնարկել ոչ մեկին։ Որ չբռնվի, էլի, այսպես ասած, հանկարծ մի բան ասեք, ասի ես ձեզ ասեցի, բայց որ ձեր վրա վերցրեցիք։ Ամեն դեպքում տեսեք, գյումրեցիների մոտ էլի տենց տպավորություն գործելու համար Փաշինյանը անցավ Սարիկ Մինասյանի ընդդիմախոսներին նրանց անվանելով առնետներ։ Ես մեջբերեմ այդ մասը, ոմանք առնետների նման պատվալներից դուրս են եկել փողոցներում քայլում են, քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի, հանուն կոռուպցիայի, գողացածը ժողովրդին չվերադարձնելու եւ մենք նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային պատվալները, որտեղ իրենց սպասեն Հայաստանի ժողովրդի արդարությանը ու արդարադատությանը։ Ինչ կասեք այս մասին։ Ասենք առնետի հետ է համեմատում ընդդիմախոսներին։ Հրիփսիմե ջան, ինչի եք ուզում ես հիմարությունը մեկնաբանը։ Հիմա այս մարդու 7 տարվա եթե ամեն հիմարություն ես մեկնաբանեմ, այս ձեր ոդքասթը առավոտ նոր կվերջանի։ Պարզ է։ Նայեք, ոնց է բացատրում ինքը ընդհանրապես Գյումրիի արտահերտ ընտրությունները, այդ նույն դարակազմիկ ելույթի ժամանակ, ասում է ավականու ընտրությունները տեղի են ունենում այն պատճառով, որ այս թալանը հետ վերադարձնելու իր ուղերձներին չեն անսացել, չեն լսել, հետևաբար տեղի են ունեցել արտահերտ ընտրություններ։ Դուք համաձայն եք այս ներկայացրած փաստարկի հետ։ Գյումրիում արտահերտ ընտրություններ տեղի են ունենում միայն այն պատճառով, որ բռնաճնշումների ներքո Գյումրիի օրինական ընտրված իշխանությունը, ժողովրդի բացարձակ մեծամասնության քվեն ստացած իշխանությունը, Բալասանյան դաշինքը բռնաճնշումների ներքո վայր է դրել մանդատները, քաղաքապետը, փոխքաղաքապետերը հրաժարական են տվել, ավագանին ամբողջ կազմով հրաժարական է տվել եւ հեռացել են քաղաքապետարանից իրենց աշխատանքից եւ հայտարարել են, որ նաեւ քաղաքականությունից են հեռանում։ Նման բան ժողովրդավարության բաստիոն իրեն հռչակած երկրում բոլոր բարոյական նորմերով եւ օրենքներով պիտի տեղի չունենար, բայց տեղի է ունեցել։ Լուր են մյուս ժողովրդավարության բաստիոն ներկայացնող երկրի դեսպանները, բոլորն են լուր։ Հասարակական կազմակերպությունները, լրագրողները այդ ամեն ինչի հետևից չեն գնում, ոչ մեկին հետաքրքիր չի թե ինչ է տեղի ունեցել։ Վայ մերոնք հարցնելով։ Լավ չեք հարցնում, գնացեք գտեք այդ մարդկանց դռները ծեծեք, սպասեք դռների մոտ, օրինակ կառավարության նիստերի ժամանակ ոնց եք երկար սպասում, ինչեւ ինչ որ մեկը ինչ որ մի դռնից դուրս գա, հարցնեք ինչ է տեղի ունեցել։ Փաստ է, որ այդ ընթացքում ձերբակալվել է նաեւ կալանավորվել է Բալասանյան Սամվելի որդին, որի կալանքը երկարացվեց վերջերս, իսկ ինչի երկարացվեց բոլորիս համար պարզ է, այսինքն այդ ճնշումները փորձում են շարունակել, սցենարը այնքան պարզ ու պրիմիտիվ է, այսօրվա ընթացքում տեղի ունեցող նաև նոր քրեական գործերի հայտնվել է, ի հայտ գալը։ Այսինքն որթու միջոցով ճնշում են, որ մանդատները դնեն դուրս գան։ Դե հիմա մարդիկ արդեն դրել դուրս են եկել։ Հիմա կարող են ասել, որ այ ուրիշ բանի համար է։ Հիմա այս մարդը, ելի եմ ասում, կիսաճշմարտությունների աստվածն է, ստի աստվածն է, կեղծիքի մանիպուլյացիայի աստվածն է, իր ոչ մի ասացի տակ բացարձակապես չկա ոչ մի տեսակի հիմնավորում, բացարձակապես, նույնիսկ այն հեշտեգը հատիկ առ հատիկը, որ գրել է, նույնիսկ դրա տակ չկա ոչ մի տեսակի լուրջ բան։ Լավ, Բալասանյանները ինչի այդ մասին չեն այսպես վեր կենում հրապարակային դաշտում, ասում մի րոպե, այդ չի ճշմարտությունը էս ինչի չեն ասում, էլի այդ վախի մթնոլորտը իր վրա տարածել է, որդու հանգամանքը հաշվի առնելու։ Երկու օր առաջ Սամվել Բալասանյանը մի նյութ էր հրապարակել, հա, իր խոսքով հանդես էր եկել,
տպագիր մամուլում իհարկե եւ համացանցում իր խոսքը բոլորը կարտացել են, լսել են, թե ինչ է կատարվել Բալասանյան դաշինքի հետ, ես պնդում եմ, որ պետք է իմանալ Բալասանյան դաշինքից, այսինքն նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանից եւ իր թիմից։ Ես չեմ կարծում, այ հենց այստեղ է թաքնված հիմնական խնդիրը, որ ինչ ինտրիգների, ինչ պատկերացումների պատճառով այդ մարդը գիշերը քնել է, վատ երազ է տեսել, իսկ ինքը կարծում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո պարտավոր է ամեն գիշեր վատ երազ տեսնել։ Պարտավոր է, ոչ թե պիտի տեսնի, պարտավոր է։ Ինքը պարտավոր է ամեն գիշեր չքնելու։ Ինքը պարտավոր է առավոտյան քրտինքի մեջ արթնանալու։ Ինքը պարտավոր է աչքերը երբ փակում է, եռաբլուրի տղեկի բոլորի նկարները հերթով տեսնելու։ Իհարկե մեզ դրանից ոչ տակ, ոչ սառը, ինչպես ասում են, որովհետև Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսում ասեց, «Բա գիտեք, նոյեմբերի 9-ին մի շաբաթ ես հաց չեմ կերել, չուծլի ջուր չեմ խմել, էլի մոտավորապես այսպես»։ Դա մեզ ինչ է տալիս, ընդհանրապես իր ծոմապահությունը այդ առիթով ոչ մի բան ըստ էության։ Եկեք սկսենք նրանից, որ 2018 թվականի մայիսի 8-ից Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին ընդհանրապես իր գոյությունը լինելը բացի ցավից, ողբերգությունից, աղետից, պարտությունից, կապիտուլյացիայից, նսեմացումից, արժանապատվության կորուստից ուրիշ ոչ մի բան չի տվել։ Բայց եկեք օբյեկտիվ լինենք, չէ, տվել է արտաքին պարտքի կրկնակի աճ։ Տվել է գնաճ։ Տվել է 5 րոպե պակաս տնտեսության փլուզում։ Անհասկանալի վիճակում գտնվող բանակ, բացարձակապես անհասկանալի վիճակում գտնվող արտաքին հարաբերություններ, գրեթե գոյություն չունեցող դաշնակցային հարաբերություններ։ Հա, ու դե եթե տալու մասին ենք խոսում, այդ մարդու խելքը գնում է հողեր տալ, զիջումներ տալ, տվող է էլի։ Պարզ է։ Ձեզ անդրադառնանք ձեր դեմ ուղղված քննադատություններին, պարոն Մխիթարյան, գիտեք, որ ձեզ կապում են Միքայել Մինասյանի հետ, ձեզ կապում են Սերժ Սարգսյանի հետ, ընդ որում իմ հզոր համայնք այդ կուսակցությունը, որը ստեղծվել է, ես կարդացի իշխանական մամուլը վրաս հրապարակել էր, որ դա նախ գրանցել է Նարեկ Սամսոնյանը, որը Սերժ Սարգսյանի աջակիցներից է, կապը իսկապես սերտ է, կա այդ կապը, թե չկա։ Ում հետ։ Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի։ Միքայել Մինասյանը։ Առանձին ասեք։ Միքայել Մինասյանը իմ ընկերն է։ Սերժ Սարգսյանն էլ ինձ մի անգամ մեդալ է տվել Մովսես Խորենացու։ Եթե դա կարելի է համարել շատ սերտ կապ, ապա հա, այդ ընթացքում մոտիկ է եկել այդ մեդալը դոշիցս կախել։ Դեպ երկրորդ նախագահի հետ էլ են շատ կապում, խոսում են անդադար երկրորդ նախագահի, տարբեր բաներ են գրում, Ռոբա Սերժական բան, Քոչի շուն, ինչ որ ես տեսա, Սերժի Ստրուկ, Քոչի շուն, հիմա Կրեմլի վասալ չեն ասում, Կրեմլի ագենտ, հիմա ես էլ պաշտոնապես հայտարարում եմ երկրորդ նախագահին ամենամոտիկ տեղը, որ տեսել եմ, հեռուստացույցն է եղել, մեդալ էլ չի տվել։ Հեռուստացույցի մեջ է եղել, այսինքն նույնիսկ երբևից է երես առ երես չենք հանդիպել իր հետ։ Լևոն Քոչարյանի հետ հանդիպել եմ երևի մի 20 տարի առաջ, երբ որ հեռուստատեսություններից մեկի համար ամանորյա ծրագիր էի անում, ձայնագրման ստուդիաներից մեկում Սիրուշոյի հետևից էր եկել, ուղղակի բարևել ենք ու գնացել է։ Այսինքն նույնիսկ այս ընթացքում ես բազմաթիվ միտինգների եմ մասնակցել, նույնիսկ այդ ընթացքում չենք հանդիպել, էլի։ Այսինքն լեգենդներն ու այդ ամեն ինչը, որ իդեպ մի հատ բան ասեմ ձեզ, Հռիփսիմե ջան, այդ իրանք, որ իրենց թվում է, այդ որ այդ ամեն ինչը ասում են, Գյումրեցիների կամ Հայաստանի Հանրապետության ժողովրդի վրա ինչ որ մի ձևի այդ հին լոլոները ազդում է։ Հենց դա է ուզում հարցնել, այսինքն վարկաբեկման նպատակով են, չէ՞ դա ասում, որ ձեզ վարկաբեկեն, կապեն ինչ որ բոբոների հետ, այսպես ասած, ու ասեն, ահա, տեսեք, իրա մարդն է։ Տեսեք, իմ ընկերությունը իմ համար շատ բարձր արժեք է։ Եթե իմ ընկերոջ անունը տալով իրենց թվում է, որ իրանք ինչ-որ մի ձև փորձում են ինձ վարկաբեկել, դա ընդհանրապես ես այդպես չեմ գտնում, պես չեմ համարում ու վստահ եմ, որ իմ քաղաքում այդպես չեն համարում, որովհետև
ես իմ ընկերներից երբեք չեմ հրաժարվում։ Եթե իմ ընկերները ինչ-որ մի բանում մեղավոր են, թող բարի լինեն, այդ ընկերներին բերման ենթարկեն, իրենց դատարանը թող իրենց պատկերացրած արդար վճիռը կայացնի, մի անգամ ասել եմ, էլի եմ ասում։ Գրիգոր Մինասյանը արտարադատության նախարար էր։ Բոլոր հարցերը ուղղակի Գրիգոր Մինասյանին ինձնից ինչ եք ուզում։ Պարզ է, այսինքն եթե թալանել էր այն միֆերի շարքը, եթե Սաշիկը 50-50 էր արել, եթե Միշիկը էս էր արել, եթե Սերժը էս էր արել։ Լավ, եկեք մի հատ օրինակ բերեմ ձեզ, Հռիփսիմե ջան։ 2018 թվականի հարկայինի ցուցակները, որ նայում ես, գրանցված է եղել հարկային ռեեստրում, կարծեմ 100,000-ից ավել մանր միջին ու խոշոր ձեռնարկություն։ Ֆիքսենք 100,000-ից ավել։ Հիմա գերագույն գլխավոր խապեպան իր քաղաքական խոսույթի գլխավոր հատված սարքել էր Սաշիկի 50%-ներ, որ բոլոր բիզնեսներում 50% փայ։ Հիմա ֆիքսենք 2018 թվականին 100,000 մանր միջին ու խոշոր ձեռնարկություն է գրանցված եղել։ 7 տարվա ընթացքում, տեսեք, չեմ ասում 50,000, մի վարք, չեմ ասում 50,000, չեմ ասում 100,000-ի 10%-ը, օրինակ 10,000, չեմ ասում նույնիսկ 1,000։ 7 տարվա ընթացքում գոնե 5 ձեռնարկություն գիտեք, որոնց տերերը հելել են ու ասել են Սաշիկը մեր մոտ 50% փայ է խլել։ Չէ, բնականաբար։ Դե բա ինչի մասին ենք մենք խոսում։ Բայց բոլորը խոսում են այդ մասին, խոսում են եւ ազգային ժողովի ամբիոնից, եւ ամենաբարձր ամբիոններից։ Տեսեք, այնտեղ իրանք մի հատ ուսապարկ ունեն, որը հմեկով 24 ժամ գնում խրխռում է անընդհատ։ Հիմա ինչքան ուզում է ուսապարկը խրխռա, իրենց հորինած ճշմարտությունը ավելի ճիշտ չի դառնա։ Օրինակ ճշմարտությունը, որովհետև 7 տարվա ընթացքում այն ամեն ինչը ինչ որ իրենք խոսացել են, չեն կարողացել ապացուցել։ Չեն, գետնի վրա չեն կարողացել ապացուցել։ Այդ հատիկ առ հատիկը, որ ասում են, 2010 թվականի Range Rover-ի վերադարձը ամենակուլմինացիոն ուղևորություններից մեկի պահին հրապարակել են։ Հիմա դուք ծիծաղում եք մոտավորապես այսպես, գուցե մի քիչ ավելի բարձր ծիծաղում է ամբողջ հայ ժողովուրդ։ Տեսեք, դուք դոտացիաների հետ կապված ասել էիք, որ դե Փաշինյանի հորտնից չի բերել այդ գումարները ու չտայր միջոցներ կգտնվեն, չէ, ծրագրերով եւ այլն։ Փաշինյանը կարծես դրան արձագանքելով ոչ անուղակի, իհարկե ձեր անունը չտալով, ասաց, հա, ես փող չունեմ, ես իմ թիմակիցները փող չունենք ու ես իմ հորտնից չեմ բերելու այդ գումարները, բայց ձեր քաղաքական մամաներից, պապաներից եմ բերելու այդ գումարները։ Դե բնականաբար մարդիկ էլ այսպես լսելու են, ասեն, տենոս ումից է այդ միլիոնները այսպես հավաքելու բերի լցնի բյուջեն, որ 7 տարի չի արել, հիմա անելու է։ Ում նկատի ուներ։ Իմ հերնումերը քաղաքականությամբ չեն զբաղվում, թոշակառու մարդիկ են։ Իսկ մնացած քաղաքական պապաներն ու մամաները, այդ ում անունը, որ ինքը տալիս է, կամ թող կոնկրետ անուններով խոսի, կամ բոլորս վերաբերվում ենք այդ իր խոսույթին, այլևս հումորով։ Դե հիմա մարդը բանը Հայաստանի Հանրապետության լավագույն ստենդափերն է։ Հիմա ձեռքերով նաև կարանք ասենք, որ ակրոբատն է, որովհետև այս շարժումները, որ անում է, եթե օրինակ 3 հատ են կրկեսի, չգիտեմ, ձողերից դնենք, կարող է նաև ստացվի մոտը այդ ազգային ժողովի թունելի ելույթը նկատի ունեք, որ ասես տակից մտնում, ելնում վերևից, հա։ Պարզ է։ Պարոն Մխիթարյան, ՔՊ-ից հատուկ ոնց որ կցված է ձեզ արձագանքելու, ձեզ տեղը դնելու համար Էմմա Պալյանը падգամավոր։ Ինչ կասեք այս մասին։ Արժանի ընդդիմախոս է ձեր համար, որովհետև սեն ապարբերաբար այսպես հիշեցնում է սիրելի Փեսա Միշիկի, Ռուբեն Մխիթարյանը եւ այլն եւ այլն։ Հա ոչ, թող հիշեցնի, ինչ անենք։ Հիմա այդ մարդն է իր ազգային ժողովի падգամավորության աշխատավարձն ու պարգևավեճարը դրա համար է ստանում, դա ինչ անենք։ Կարծում եք դրա համար է։ Դե ես չգիտեմ, եթե բացեք տեսնեք, որ Էմմա Պալյանը գոնե մեկ խելքը գլխին օրինագից ներկայացրել է հայ ժողովրդի համար, ես չեմ կարծում, որ այդպես մի խելքը գլխին օրինակ կար, ինչ որ օրինագից ներկայացրել։ Խոսքը հենց խելքը գլխին օրինագծի մասին է, մնացած դեպքերում մարդը աշխատավարձ է ստանում, ինչ որ մի բան անի, թե չէ։ Արդարացնի։ Երկ։ Եվ ոչ միայն ինքը, ամուսինն էլ ոնց որ եղբայրն էլ այսպես տնավորվել էին, խորհրդանշական էր, որ Փաշինյանը հենց Գյումրիից քայլելով եկավ եւ այսպես ասած հեղափոխությունը արեց։ Դուք խոստացել եք, որ այդ խարանը մաքրելու եք։ Ոնց եք պատրաստվում այդ խարանը մաքրել։
Եթե նույնիսկ դիցուկ Գյումրի ընտրություններում հաղթանակը տանում եք, ո՞նց է Խարանը մաքրվում։ Խարանը մաքրվելու է ու ես վստահ եմ ու իրանք է գիտեմ, որ այդ խարանը մաքրվելու է, դրա համար է խառնվել են իրար։ Գյումրին պետք է դառնա Հայաստանի Հանրապետության համայնքների այն օրինակը, որտեղ բոլոր ընդդիմադիրները կամ ընդդիմադիր խոսույթ ունեցող մարդիկ կամ այն մարդիկ, ովքեր արդեն հայտարարել են, որ ոչ մի դեպքում մարտի 31-ին ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո չեն միանալու քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Ես վստահ եմ, որ մենք բոլորս կարողանալու ենք ապացուցենք, որ X պայի կարող ենք ցույց տալ համայնքի այն օրինակելի տեսակը, որ հանուն գաղափարի բազմաթիվ հարցեր շատ ավելի հեշտ լուծում են ստանալու։ Պարզ է։ Տեսեք, ձեր մրցակից տեխնացուները տարբեր բաներ են առաջարկում այս ընթացքում, չնայած Քարոզ Արշավը դեռ չի մեկնարկել, բայց Վարդան Ղուկասյանն օրինակ իմ նախորդ հաղորդմանը ասաց, որ աշխատավարձերն է բարձրացնելու, ինքնակամ շինություններն է բերելու ինչ-որ կերպ օգտագործման դաշտ, աշխատավարձերի բարձրացումից բացի նաև գործարաններ, աշխատատեղեր է ստեղծելու եւ այլն։ Դուք ինչ եք խոստանում ձեր ընտրողներին։ Տեսեք, մենք մեր ծրագիրը ներկայացնելու ենք, ու մեր ծրագրից որոշակի հատվածներ ես տարբեր տեղերում բացահայտում եմ, ընդամենը 2 օրից ամբողջ ծրագիրը ներկայացնելու ենք։ Սոցիալական շատ կարևոր ուղղվածություն է ունենալու մեր ծրագիրը նաև։ Մեր պատկերացմամբ Գյումրիում սոցիալական կարիքից դրդված ոչ մի երեխա անկրթություն չպիտի մնա։ Ոչ մի ծեր փողի բացակայության պատճառով բուժ հաստատություններից չպիտի նեղվի օգտվելու համար, հա։ Այսինքն մենք պատկերացնում ենք, որ Գյումրին պիտի հանդիսանա սոցիալական արտադրության խորհրդանիշ, որովհետև ես անընդհատ հիշատակում եմ Լենինականում մարդիկ յուրահատուկ հոգատար վերաբերմունք են ունեցել մեկը մյուսի հանդեպ ու դուք փողոցում Լենինականում երբեք անտուն մարդ չէիք տեսնի, դուք փողոցում երբեք նստարանին քնած խմած մարդ չէիք տեսնի, հա, եթե նույնիսկ նման մարդիկ ինչ որ մի պայի հայտնվել են, շատ արագ այդ մարդկանց բացարձակ անծանոթ մարդիկ, այո, փողոցից տեղափոխել են, տեղավորել են, ինչի, որովհետև բարձր մեծ ջերմություն է եղել մարդկանց միմյանց հանդեպ ու մենք այդպեսին էլ պատկերացնում ենք ապագայի Գյումրին, այսինքն մենք սոցիալական այնպիսի ծրագրեր ենք իրականացնելու, որպեսզի քաղաքում ներքին բարձր համերաշխություն ստանանք, որպեսզի այն ջերմությունը, որ եղել է մինչև երկրաշարժը, մենք կարողանանք վերականգնենք, բացի դրանից մենք պիտի կարողանանք վերականգնենք վերջին 7 տարվա ընթացքում մարտամեկի կողմից այս պառակտումը մտցրած, հա, չնայած էլի եմ ասում, մի երկու անգամ էլ որ Գյումրի գա, Գյումրիում պառակտում հասկացողությունը ընդհանրապես կվերանա, որովհետև մարդիկ, այո, ներքին իրենց զգացողություններով, իրենց բարձր արժանապատվությամբ հասկանում են, որ այս չարիքի դեմը պետք է վերջնականապես առնելու։ Այո, դա պառակտումը դուք ո՞նց եք կասեցնելու, գնալու եք հատատ տներով բոլոր կռվածներին բարիշացնելու եք, ո՞նց եք անում։ Չէ, դա բնական միջոցով է տեղի ունենում։ Տեսեք, մարդիկ միևնույն է շարունակում են հավաքվել գաղափարի շուրջ, իսկ այդ գաղափարը մեկն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չարիք է։ Հիմա այդ գաղափարը ամեն մեկի դուրը ծեծելով ու ասելով չի, այդ մարդիկ տեսնում են, վերջը 7 տարի, այո, հուսախաբված մարդիկ էլ կան 2018 թվականի հեղափոխությունից հետո, այո, աշկերը ավելի լայն բացած մարդիկ կան այդ հեղափոխությունից, պատերազմից հետո շատ բան է փոխվել, 21 թվականի խոստումներից հետո էլ է շատ բան փոխվել, Հռիփսիմե ջան, 21 թվականի հունիսին տվյալ անձնավորությունը ասում էր ոչինչ, մեր գերիները 2-3 ամիս հանուն պետականության կսպասեն, անցավ 4 տարի, Մենք խոսում ենք, այո, Ռուբեն Վարդանյանի մասին, մենք խոսում ենք Բակո Սահակյանի մասին, բայց մյուս տղեկը, այդ տղեկը նույնպես անուն ազգանուն ունեն, այդ տղեկը նույնպես ընտանիք ունեն, այդ տղեկը նույնպես մայրեր ունեն, կանայք ունեն, որոնք իրենց սպասում են։
ու այդ մարդիկ մտածել են, որ 2-3 ամիս հետո իրենց հարազատները վերադառնալու են։ Առաջինը գնա կանգնի այդ մարդկանց դեմ ու եթե կարաս լաչառություն արա։ Կարող ես գնալ կանգնել այդ ծնողների դեմ լաչառություն անես։ Ընդ որում մենակ չէր էլ ասել 2 ամսից գալու են, ինքը ասել էր նաև որդուս եմ պատրաստ տալ բոլոր գերիների դիմաց, որը չտեսանք, ոչ տվեց, ոչ էլ։ Հետո մարդիկ ասեցին, բայ քեզ տայր, որդուդ չտայր, էդ էլ չտեսան։ Տալու ինչ որ բաներ կա, որ չի։ Դեռ չի տվել։ Հա, դեռ չի տվել։ Պարզ է, այսինքն առաջնային բաները սոցիալական ուղղվածության վրա է ծրագրի տեսեք, Գյումրիում կան բազմաթիվ չշահագործվող ու լքված շենքեր։ Բազմաթիվ, օրինակ Գյուլբենկյանի հիվանդանոցը, Մանկավարժական քոլեջի շենքը, ռադիոտեխնիկայի այդ բաները, հանրակացարանները Գյումրիում շարունակում են տնակներում ապրել մարդիկ։ Հիմա սոցիալական բնակարանաշինության մասին կամ սոցիալական բնակարաններ տրամադրելու համար Գյումրին առաջին հերթին պետք է արդյունավետ կառավարում ունենա։ Այդ արդյունավետ կառավարման մեջ է հենց մտնում քո եղած գույքը ճիշտ օգտագործելը։ Հիմա նույն այդ սոցիալական բնակարանների տրամադրման առաջի մասով դու նախ պետք է նայես ինչ կա քո քաղաքում։ Արդյոք դա ճիշտ է օգտագործվում։ Երկրորդը ճիշտ մասնագետների ներգրավմամբ դու արդյունավետությունը քո տված աշխատավարձի, այսինքն պետք է բարձրացնես։ Ի վերջո հիմա Գյումրի քաղաքի ժամանակավոր պաշտոնակատարը հիմա ավելի շատ կոմունալ բաժնի հոլովակներ է ցուցադրում իր էջում, այսինքն ոնց որ կոմունալ բաժնի պետը լինի։ Տեսեք, դու պիտի կարողանաս այնպիսի կադրային քաղաքականություն վարես, որ քո համապատասխան բաժնում նշանակես այնպիսի մարդու, որ իր գործը իր փոխարեն չանես։ Այո։ Հիմա եթե դու այդ ունակությունը չունես, ուրեմն դու լավ կառավարիչ չես։ Ես խնդիր չունեմ, որ կոմունալ բաժնի պետը նման հոլովակներ հրապարակի, անկեղծ։ Բայց ոչ դու։ Բա իհարկե։ Հա, իդեպ քանի որ խոսեցիք Սարիկ Մինասյանից եւ 2021-ից, օրերս համացանցում այսպես տարածվեց Սարիկ Մինասյանի նախկին գրառումներից մեկը հենց 2021-ի սկրիններով բանով մարդիկ դրեցին իր դիմացը ու ընդ որում ուշագրավ էր, որ վերախմբագրել էր, հա, իր գրառումը, այնտեղ ասել էր, որ նախկինների ներկաներին ընտրի, ընդ որում ներկաներն էլ ՔՊ-ներ այդ ժամանակ, եղբայրասպանություն կլինի, այս կլինի, այն կլինի։ Հիմա հաշվի առնելով, որ գնալով այսպես խմբագրում է իր կատարած գործողությունները Սարիկ Մինասյանը, կարող է մի պահ գա, ասենք բան անի, ասի, որ 7-րդ համարով առաջադրվել է ԼՀԿ-ի ցուցակով падգամավորության տեխնացու, իրականում հոգով սրտով աղոթում է, որ ՔՊ-ն ընտրվի, ՔՊ-ի համար է այդ ամեն ինչը անում։ Չէ, ավելի փորձված տարբերակ կա։ Ինչ անում։ Որ Սերժն ու Քոչարյանը պատվալում պիստոլետը գլխին են բայ ասել են լուսավորի ցուցակով պետք է գնաս։ Հա, ստիպել նախկիններն են ստիպել։ Ինքը ոչի ուզել, Էդմոն Մարուքյանով էր, որ Նիկոլն չէր ուզում Արցախը տար, Սերժն ու Քոչարյանը պատվալում պիստոլետը գլխին պայեցին ստորագրես նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Հա, իրանց ամեն ինչ ստիպողաբար է լինում։ Պլյուս իրանք օրինակ ինքը չի լսել որոշ բաներ, որը Նիկոլը ասել է, Շիրակի մարզպետն չի տեսել որոշ բաներ, որը Նիկոլը արել է, էլի, այնպես որ ինչ որ առողջական խնդիրներ ունեցող մարդկանցով լեցուն է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իրենց առողջություն են մաղթում։ Հա, կեսը չեն լսում, կեսը չեն տեսնում, խուլ եւ համրեն։ Դուք մի գրառում եք արել Facebook-ում, ես կուզենամ մեջ բերել, մի ամիս առաջ էիք մոտավորապես արել, Փաշինյան Նիկոլ, այ տղա ուշադիր եղի Գյումրու քաղաքապետարանում քո չսիրած քրեական ենթամշակույթի տարեր են ի հայտ գալիս ու հենց քո տեխնացուի թվում ինչ որ խնդալու ահաբեկումների փուլ են մտել փոքրիկ բալիկները։ Տղեկ կողմնորոշվեք կամ գողական կերթակ կամ ձեր շեֆի հակաքրեական ենթամշակույթի մեջ կեղնիկ։ Սպասեմ գծեզի քաղաքեմ։ Ձեր մեջ լիքը մարդ կա որ համարս ունի։ Ինչ էին արել, ուզել էին ձեր հետ ռազմոր կանել։ Չէ, իրենց էջերով մի հատ ֆլեշմոբ էին կազմակերպել, հայոյանք էին գրել իմ հասցեին։ Ուժեղ տղեկը։ Հետո մի ժամուկես հետո ջնջեցին այդ հայոյանքը։ Հա, զուտ դա էր կատարվել։ Հա։ Բա ինչ ահաբեկումների մասին էր խոսքը։ Դե հայոյանքի մեջ ինչ որ տեսնես քո հալը բան, մոտավորապես այդ տեսակ։ Քրեական բարքերի գրող են։ Սկրինը ունեմ բաց, կարծեմ Մելիքյան Ռուբենի էջում էլ կա։ Հա։ Հա, դե հիմա Բեզաչոտնիկությունը ոչ մի բանով, այդ ստատուսովս։ Հա, ձեր ստատուսով ու վերջ։ Դե սպասում եմ մինչև հիմա որ ինչ որ մեկը զանգի էլի։ Այդպես էլ չզանգեցին։ Բա դրա ինչ քրեական ենթամշակույթ, լավ։ Իրենց հռետորաբանությունը ու իրենց ասածը թե ինչ կարող է իմ այդ տեղի ունենալ։
հենց մոտավորապես դրա մասին, այսինքն եթե դու ինչ որ մեկին հայոյանքով ինչ որ բան ես ուզում ասես, կամ դրա մինչև վերջ պետք է գնաս, հիմա եթե գրել ես, դա քրեական ետամշակույթի հարիր ինչ որ բան է, բայց եթե ջնջում ես, դա մանկապարտեզին հարիր ինչ որ բան է, իսկ ես մանկապարտեզի երեխեքի հետ, հիմա երեխայի չարություն է անում։ Իսկ հիմա այս ընթացքում ձեր վրա ճնշումներ կան, ընդհանրապես խախտումներ նկատում եք, թե չէ։ Տեսեք, ես ախր այն ամեն ինչը ինչ որ տեղի է ունենում Գյումրիում, այսինքն հատ գնում են պետական հիմնարկներ, բոլորին ասում են հանգարտ չլայքեք, չկիսվեք, չշեյրեք, ոչ միայն իմ նյութերի մասին է մյուսներինը։ Այո, բոլոր ընդդիմադիրների մասին է խոսքը, պետական բոլոր աշխատակիցներին, ասում են քաղաքապետարանի աշխատակիցներին շատ ուշադիր հետևում են, ինչ որ մեկը հանգարց մի հատ, տեսեք, չի լինում, չէ, այդպես որ օրինակ մի ամբողջ մեծ պետական կառույցում, որտեղ օրինակ մինչև, չգիտեմ, քաղաքապետարանապատկան հիմնարկություններում կարծեմ մոտ 2000 աշխատակից կա։ Լավ, 2000 իսկ գոնե մեկը, մեկ հոգի մարդ կարող է այլ կարծիք ունենալ, թե չէ։ Թույլ չեն տալիս ունենալ այդ կարծիքը։ Դե հիմա ժողովրդավարության բաստիոնում դու կարծիք ունենալու իրավունք չունես, դու պետք է ունենաս միայն պայծառ ապագա, որը այդպես էլ չի գալիս։ Նազելի Բաղդասարյանը ազգային ժողովում ասաց, որ Սարիկ Մինասյանի հաջողությունը աներկբա է, 50+ ձայնը մենք հավաքել ենք, որովհետև հեղինակավոր մարդիկ են ցուցակում հավաքված, ասեց ես ու Արուշանյանը վկա, որ հեղինակավոր մարդիկ են այնտեղ հավաքված, ընդհանրապես ինչ ակնկալիքներ կան, իդեպ որպես Սարիկ Մինասյանի այսպես հաջողությունների ցուցիչ նշում էին 58 թաղամասի լուսավորությունը, անի թաղամասի լուսավորությունը, այդ լուսավորությունը այդպես եղանակ է փոխել Գյումրիում։ Ընդհանրապես լուսավոր բառը ինչ որ եղանակ է հանրապետությունում փոխել է, թե չէ։ Ոչ մի բան։ Ինչ է։ Գիտեք, մի հատ մեծ պրոժեկտոր ինչ որ տեղ տանել խփելը կամ, չգիտեմ, ես հակառակ տարբերակներ եմ լսել, որ օրինակ դիմացի շենքի բնակիչներն է, ասում են սա գիշեր չեն կարողանում քնել ուղիղ մեր պատուհանների մեջ է խփում։ Լույսը։ Այ մարդ, մենք մթի սովոր ենք, անջատեք այդ լույսերը։ Հիմա ուզում եմ ասեմ, լուսավորությունը դա կոնցեպտուալ խնդիր է ու քաղաքի մասշտաբով է պետք լուծել։ Տեղային լուսման մասին մի հատ լույս տանել միտեղ ձգելով դու լուսավորության հարց չես լուծում։ Ընդհանրապես քաղաքի լուսավորության հարցը պետք է ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով լուծել, որպեսզի իր նաև էներգո խնայող տարբերակներով դու ունենաս այդ լուսավորությունը ոչ թե ինչ որ մինչև X ժամ ու X ժամից ինքը անջատվի, այլ եթե դու ենթադրում ես, որ քո քաղաքը զբոսաշրջային կլաստեր պիտի դառնա, այսինքն իր մեջ պիտի ներառի զբոսաշրջիկների համար նախատեսված, չգիտեմ, միջոցառումներ, ենթակառուցվածքներ, այդ նշանակում է, որ այդ զբոսաշրջիկը կարող է ուզենալ գիշերը ժամը 4:30 դուրս գալ փողոցում ման գալ։ Հիմա եթե այդ փողոցում այդ բային ինքը հանդիպում է թափառող շների ու լուսավորություն չկա, հավանականությունը, որ այդ զբոսաշրջիկը երկրորդ անգամ կուզենա վերադառնալ նույն տեղը շատ քիչ է, այսինքն լուծումը շատ ավելի համակարգված աշխատանքի արդյունքում պիտի տեղի ունենա, քան մի հատ պրոժեկտոր տանել մի պատի ձգել է, էլի։ Իսկ туриզմի առումով Գյումրին այդպես մեծ առաջընթաց այս վերջին շրջանում ապրել է, թե չէ, որովհետև Վարդան Ղուկասյանը կոնկրետ մեր եթերում դժգոհում էր, ասում էր, այն հարուստ տուրիստներին պահում են Երևանում, աղքատ դպրոցականներին, որ պերաշկուց բացի բան չեն ուտում, ուղարկում են Գյումրի։ Այդպես է, թե չէ։ 2022 թվականին տեղի ունեցավ մեծ հոսք Գյումրիում ու դա բնական հոսք էր, որ պայմանավորված նաև պատերազմներով աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ռելոկանտներ տեղափոխվեցին Հայաստան ու ինչու՞ չէ նաև մեր հայրենակիցները պատերազմից ու ստրեսային ու դեպրեսիվ ընտրություններից հետո թե ներգնա туриզմը ակտիվացավ, թե մեր Սփյուռքի հայրենակիցները մեծ ծավալով սկսեցին գալ։ Բայց 23 թվականի կեսերից ամեն տարի մոտ 15-20%-ով այդ ամեն ինչը սկսեց անկում ապրել, ու պարոն Ղուկասյանը ճիշտ է ասում, որ այն տուրիստների քանակությունը, որ այսօրվա օրով Գյումրիին ընդունում ու ճանապարհում է, դա նաև տուրիստական բիզնեսի համար շատ լուրջ ու մեծ խնդիր է, որովհետև հյուրանոցների զբաղվածությունը ընդամենը 15-ից 20% է։
Ասում աշխատավարձը գրպաններից անում տալիս են 15-ից 20% է, այո, ճիշտ է ասում, կա նման դեպքեր կան, բազմաթիվ հյուրանոցներ ուղղակի փակվում են, մարդիկ մտածում են իրենց բիզնեսը վաճառելու ու տեղափոխվելու, Երևանից բազմաթիվ ներդրողներ են եղել այդ տարիներին, մեր պատկերացումը բիզնեսի վերաբերյալ լինելու է հետևյալը, համայնքը ամեն ինչ անելու է զբոսաշրջության տիրույթում, որպեսզի նոր իրադարձային ֆոնդ ստեղծի քաղաքի համար ու երբեք միայնակ չի թողնելու Գյումրիում ներդրում արած ոչ մեկի, որովհետև մեզ պետք են, որ այդ ներդրումները մնան Գյումրիում եւ պետք է, որ այդ ներդրումները աշխատեն Գյումրիում։ Այսինքն մեր պատկերացումը նաեւ նրա մասին է, որ համայնքապետարան բիզնես զբոսաշրջային համապատասխան կառույցներ։ Այս երյակը իրար հետ ինտենսիվ պիտի աշխատի ու եթե ինչ որ միտեղ կա, ինչ որ մի խնդիր, որտեղ պետք է զարգացում ապահովել, մենք պատրաստ ենք լինելու նաև խորհրդատվությամբ մեր մարքեթինգային հնարավորություններով օգնել այդ տվյալ բիզնեսին, որպեսզի այդ բիզնեսը առաջ գնա, որովհետև մեր քաղաքում ներդրված ցանկացած $100,000 գումարը էֆեկտիվ կառավարելու խնդիր ունի ու օրինակ շատ բիզնեսի տերեր ոգևորված օրինակ ես ճանաչում եմ շատ երիտասարդ ընտանիքների որոնք փորձը չունենալով հյուրատնային բիզնեսի եկել են հյուրատներ են բացել Գյումրիում մտածելով որ դե այդ հոսքը այսպես թե այնպես գալիս է տարբեր on-line հարթակներով բուքինգները տեղի կունենա, հա, ամրագրումները տեղի կունենա, իրենք այսպես թե այնպես մի հատ Instagram-ում հոլովակ տեղադրելով գովաստ կամ Facebook-ում գովաստ տեղադրելով զբաղվածության խնդիրը կլուծեն։ Այդ բիզնեսը այդպես չի աշխատում։ Ինքը համակարգված կառավարման բան ունի պահանջ ունի ու մենք հենց այդպես էլ պատկերացնում ենք հա ապագայի Գյումրին, որ զբոսաշրջային կազմակերպություններ Գյումրիում բիզնեսով, այդ տվյալ բիզնեսով զբաղվող սեփականատերեր եւ համայնքապետարան երյակը միասին ամեն տարի այդ տնտեսությանը շատ ավելի բարձր արդյունքների են հասցնելու, քան հիմա։ Դուք ձեր հարցազրույցներից մեկում լսեցի, որ ասում եք ես խոստանում եմ, որ հաջողության հասած են հզոր մեր գյումրեցիներին, պիտի գնամ, իրենց փողերը բերեմ, խնդրեմ, համոզեմ, որ իրենց փողերը բերեն Գյումրիում ներդնեն, չէ՞։ Այդ մի տեսակ մոտ էր Ծառուկյանի ասած այն արտահայտությանը, որ ասել էր ընտրություններից առաջ շեյխերին, շեյխուհիներին կգնամ կբերեմ Հայաստան, հետո ասել դե չեմ ընտրվել այ քեզ բան չեմ բերել։ Հիմա ձեզ ի՞նչ նախանգարում, որ եթե այդ փողի տեղը գիտեք, կարաք այդ փողը բերեք, հիմա բերեք։ Չէ, այդ համակարգը այդպես չի աշխատում, որովհետև եթե դու գնում ես մարդուն ասում ես, այս փողը բեր, այստեղ բան արա, ներդրում արա, ինքը պետք է ունենա իր համաչափ վստահության աստիճանը, որ այդ փողը իհարկե։ Հիմա տեսեք, ես ինչ եմ ասում, քաղաքը արդյունավետ կառավարման խնդիր ունի, որովհետև այդ մարդը պետք է իմանա համայնքապետը ինչ որակի մենեջեր է, արդյոք ինքը կարողանալու է։ Ես հենց նոր պատմեցի, մարդիկ եկել են Գյումրիում ներդրում են արել, հյուրատներ են բացել, հիմա պատրաստվում են փակել գնալ։ Անիվի պատմությունը հետո կարա դառնա, ասենք ուսան ու չիմանան ասենք։ Ու իմ տարբերությունը նաև շեյխերի հետ դեպքի հետ կա նրանում է, որ ես այն բոլոր մարդկանց ում գնալու եմ տեսնեմ անմիջական ճանաչում եմ, իրանք կամ իմ սերնդակիցներն են, կամ ինձնից մի քիչ մեծ, իրենք էլ ինձ են ճանաչում, իրենք շատ լավ գիտեն ես ինչեր կարող եմ անել ու ես համոզված եմ, որ իրենց այդ հանդիպումից հետո Գյումրիում շատ կարճ ժամանակում ներդրումների հոսք է սկսվելու ու տեսանելի հոսք է սկսվելու։ Այնպես որ ես չեմ խոսում ֆանտաստիկ բաների մասին, որովհետև Գյումրիում բազմաթիվ թաղերից դուրս եկած շատ հաջողակ մարդիկ կան, որոնք նաև այս 7 տարիների ընթացքում այն որ մարդը մեկը ասում էր ճամպրուկների վրա նստած սպասում են, որ պիտի վերադառնան, այդպես էլ չվերադարձան, որովհետև մարդիկ չեն վերադառնում ինչ որ մեկի սիրուն խոստումների ու խոսքերի համար։ Հատկապես լուրջ բիզնեսմենները, հա, այդ մարդիկ տեսնում են ով է ղեկավարում, ինչպես է ղեկավարում,
ինչքանով արդյունավետ է ղեկավարում ու արդյոք այդ մարդիկ կկարողանան տվյալ անձնավորության հետ համագործակցել, որովհետև բիզնեսի զարգացման համար մենք նաև դա ենք մտածել, որ տեղական հարկերի ու տուրքերի արտոնություններ կարելի է սահմանել, հետաքրքիր բիզնես նախագծերի համար կարելի է սուբսիդիաներ տրամադրել, դրամաշնորհեր տրամադրել, շատ հետաքրքիր բաների համար, ծրագրերի համար համայնքը ինչու՞ չէ կարող է նաև որպես գործընկեր հանդիսանալ։ Շատ կարևոր է համայնքին տալ ազատ փող սեփական ունակություններով աշխատելու հնարավորություն, որովհետև այո, դոտացիան շնորհակալություն հայ ժողովրդին, որի մուծած հարկերով գալու է հասնի Գյումրու համայնքապետարան, շնորհակալություն սուբսիդիաների համար, որոնց քանակը որոշվելու է մեր հավաքագրումից, հա, ինչքան որ հավաքագրում ես, այդքան էլի շնորհակալություն հայ ժողովրդին իրենց մուծած հարկերի համար, հատուկ եմ շեշտում հայ ժողովրդին, ոչ թե օրվա կառավարությանը, ոչ թե օրվա իշխանությանը, ոչ թե ֆինանսների նախարարին, հայ ժողովրդին, որովհետև դա գոյանում է այդ գումարը հայ ժողովրդի մուծած հարկերով, ոչ մեկ իր հորտնից չի բերում այդ փողերը, բայց համայնքի ղեկավարը պիտի լինի նաև այնպիսի մարդ, որը կարողանա իր ունակություններով ստեղծել հնարավորություն, որպեսզի քաղաքը կարողանա ազատ փող ունենալ եւ այդ ազատ փողը օգտագործել էլի նպաստ համայնքի։ Տեսեք, համայնքի նաև այդ հայրաքաղաքի այդ հոր դերը ինչու՞մ է։ Ես մտածում եմ, որ ապագայում այո մենք պիտի ունենանք այնքան հնարավորություն, որ գյումրեցի խոստումնալից, օրինակ 3 աշակերտների կամ 3 ուսանողների դրամաշնորհ տրամադրենք, որ իրենք գնան դրսում լավագույն համալսարաններում սովորեն ու որակով մասնագետ դառնան։ Ու հետ գան։ Տեսեք, այդ հետ գալնելը շատ կարևոր, երբ հետ գան։ Եթե մարդը գնում է ու շատ լավ մասնագետ է դառնում, այդ մասնագետը նախ ոնց ենք մենք որոշում, ինքը ինստիտուտը, որ ավարտեց արդեն լավ մասնագետ է, թե չէ։ Դու պետք է իրան թույլ տաս պրակտիկ դաշտում ինքը իր գիտելիքները փորձարկի։ Այսինքն դու պետք է թույլ տաս, դու պետք է թույլ տաս, որ այդ մարդը օրինակ գոնե 5-ից 10 տարի իր մասնագիտությամբ դրսում աշխատի։ Դրսում կայանա, դրսի տեխնոլոգիաները սովորի ու նոր վերադառնա։ Վերադառնալն էլ պետք է իր սեփական ցանկությամբ լինի, որովհետև մարդը հենց տեսավ, որ իր քաղաքը համաչափ զարգանում է, իր քաղաքը մաքուր է, իր քաղաքը պատվախնդիր է, իր քաղաքը ոչ միայն պահում է իր ավանդույթները, այլ ժամանակին համընտած է քայլում, իր քաղաքում համերաշխություն է տիրում, իր քաղաքում անվտանգ է, իր քաղաքում լուսավոր է, իր քաղաքում կանաչապատ է։ Հիմա ամեն տարի մենք պլանավորում ենք Գյումրիում կառուցել Գյումրիի ճարտարապետությանը հարիր ու բնորոշ մի շինություն։ Բնակելի կլինի, թե դա, չգիտեմ, երաժշտական դպրոց կլինի, թե դա կլինի մարզադպրոց, թե նկարչական դպրոց, որպիսի նաև դրանով հանդերձ մեր այն երիտասարդները, որոնք ինչ-ինչ պատճառներով, իդեպ շատ հաճախ օբյեկտիվ պատճառներով, մասնագիտությունների տեսակ կա հռիփսի մեջ, որոնք դու կարող ես զարգանալ այդ մասնագիտացումների մեջ, ոչ Գյումրիում, ոչ Երևանում։ Հիմա եթե այդ մասնագիտության մասնագիտացումը բարձր որակավորում ստանալու համար պետք է գնալ հասնել Լոնդոն, ուրեմն պետք է գնալ հասնել Լոնդոն, պետք չի այդ մարդուն մեղադրել, վայ, դու գնացիր Լոնդոնում սովորեցիր։ Ապերախ, մի կտոր հացի համար գնացի, մերում սովորաբար այդպես է։ Այո, թեկուզ մի կտոր հացի համար մարդիկ պետք է գնան լավ որակով մասնագետ պետք է դառնան։ Եթե պետք է այնտեղ հաջողակ մարդ պիտի դառնան, լավ փող պիտի աշխատեն ու քաղաքը իր էմոցիոնալ կապվածության ֆոնը չպիտի կտրի այդ մարդկանց հետ։ Այ մեր պատկերացրած տարբերակներից մեկը նաև վիրտուալ Գյումրիի ստեղծումն է ու վիրտուալ անձնագրերի ու վիրտուալ կապ հաստատելու ձևը, որ այդ մարդիկ, որոնք Գյումրիից գնացել են, իրենք շարունակեն իրենց քաղաքի հոգսերով ու հաջողություններով ապրել։ Իմ ասած մարդիկ ամեն մեկը մի թաղից դուրս եկած տղեկ են կամ աղջիկներ են, որոնց հետ եթե դու ճիշտ էմոցիոնալ կապ հաստատես ու անկեղծ բացատրես, որ ձեր յուրաքանչյուր մեկ տված դրամի համար պատասխանատու ենք մենք բոլորս մեր գլխով
ու ուրիշ տեղ մի արեք, ձեր թաղում արեք։ Եկեք ձեր թաղում կառուցեք մի բան, որը ուրախություն կբերի թե ձեզ, թե թաղի բնակիչներին, թե ձեր մեջ կստեղծի, կվերականգնի այն էմոցիոնալ կապը, որը ինչ-ինչ պատճառներով խախտվել է հիմա։ Սա շատ կարևոր է։ Ամփոփելով, ընդհանուր այս ընտրությունների հետ կապված մեր զրույցը, դուք սցենարիստ, պրոդյուսեր, երգերի հեղինակ մարդ, ինչու պիտի գյումրեցին ձեզ ընտրի։ Այսինքն ես վերջին շրջանում, երբ որ Գյումրիում ես, պես հարցումներ էի անում, ասում էին, թե լավ կլներ այդպես փորձառու ուներ եւ այլն։ Հիմա այդ փորձառությունն է պետք, թե ուրիշ բան։ Իսկ ինչի մեջ փորձառություն։ Կառավարման։ Ես 7 տարի եղել եմ Արմենիա հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերը։ Իմ ենթակայության տակ ունեցել եմ մոտ 1000 աշխատակից։ Այսինքն կառավարման փորձը տեղն է։ Դե կներեք, եթե այդ տվյալ անձնավորությունը չհամարես մենեջեր, դեղին մամուլի 6 թղթակից ունեցող, որոնց գործերի մեծ մասը դու ես գրում, այդ մարդուն համարես կառավարիչ։ Մոտ 1000 աշխատակից, ինքնաֆինանսավորվող կազմակերպություն, որի գումարը դու փորձում ես հայտայտել, գտնել, համոզել, խնդրել, բերել քո հեռուստաալիք, քո ստեղծարար ունակություններով, քո կազմակերպչական ջիղով, քո մտածելակերպով, քո գաղափարներով, քո կրեատիվ աշխատանքով։ Գումարները բերում ես, արտադրանքը տալիս ես, արտադրանքը երկրորդ անգամ ես վաճառում, արդեն գովազդային բլոկերի տեսքով, երրորդ անգամ ես վաճառում YouTube-ում ու համացանցում տեղադրելով։ Այդ ամեն ինչից գոյացած գումարներով տալիս ես աշխատավարձ, հետևում ես կոմունալին, հետևում ես անվտանգությանը, երբեք խնդիր չես ունենում հարկային տեսչության հետ, ապահովում ես սեփականատերերին եկամուտ, կասեք ինձ այս թվարկածից մեջ որը կառավարմանը չէր վերաբերվում։ Հասկացա։ Այսինքն մինի մոդելներ։ Իհարկե։ Մինի մոդել, եթե 1000 աշխատակիցի կառավարելը կարելի է ինչ-որ մի բանի մինի մոդել համարել, ես օրինակ կարող եմ համարել, որ շատ ու շատ մինի մոդելների խոշոր մոդել է ինքը, ու այսօրվա ազգային ժողովի պատգամավորների 99%-ը նման կառավարման պրակտիկա չունի։ Ու կներեք, եթե այդ ընթացքում կարողացել եմ հասցնել նաև լավ երգեր գրել կամ լավ բանաստեղծություններ գրել, ինձ թվում է իմ ծնողները պետք է հպարտանան ինձանով։ Եկեք մի հատ մեզ դիտողներին բան անենք, հիշացնենք, որ այս այն տարբերակը չի, չէ, որ Փաշինյանը ժամանակին ասում էր իմ օջախն է հայրենիքին, պետության, այսպես ասած, վերաբերում էր ընտանեկան այդ մինի մոդելի սկզբունքով ու տեսանք էլի վերջը ինչ եղավ։ Իմ արած աշխատանքների մասին ու իմ մասին որպես ղեկավար շատ լավ պատկերացում են կազմում Armenia TV-ի բոլոր աշխատակիցները։ Շատ լավ պատկերացում են կազմում Գյումրիի հեռուստաընկերությունների աշխատակիցները, որովհետև այդ ամբողջ տարիների ընթացքում ես երբեք կապը օրինակ չեմ կտրել նույն Ցայք հեռուստաընկերության հետ, Շիրակ հեռուստաընկերության հետ, որոնց բացարձակ անվճար հիմունքներով տրամադրել եմ այն արտադրանքի զգալի հատվածը, որը խնդիր չէր առաջացնի, եթե իրանք վերահեռարձակեին այդ ամեն ինչը, այսինքն բոլոր տեսակի այդ խոսակցությունները մարդկանց սցենարիստի ու պրոդյուսերի աշխատանքը կազմակերպելն է։ Ու կազմակերպել այնպես, որպեսզի դա հաջողություն ունենա։ Իսկ այդ հաջողությունը ինչպես ենք մենք բանանում, բնորոշում, այդ մենակ ծապերը չեն, այդ մենակ YouTube-յան դիտումները չեն։ Այդ ենթադրում է դա նաև բիզնես։ Տեսեք, շոու բիզնես բառակապակցության ամենակարևոր հատվածը շոուն չի, բիզնեսն է։ Եթե բիզնեսը չեղավ, շոու չի ստացվի։ Ըստ այդմ իմ ունակությունները նաև որպես կառավարիչ ակնհայտ են, եթե դու դիտարկում ես, որ 2019 թվականին Գյումրիում ընկերներիս հետ մենք սոցիալապես ամենաանապահով քաղաքում մենք հիմնադրել ենք մի կառույց, որը ամենաշատ զբոսաշրջիկներն է բերում Գյումրի, ամենաշատ։ Չէ, այստեղ չենք վիճում, թասիբով գյումրեցին ԿՊ-ին ձայն կտա, թե չի տա։ Տեսեք, ախր նախ չթասիբով գյումրեցի հասկացողություն ես չգիտեմ։ Իսկ ԿՊ-ին ձայն կտա միայն այն մարդը,
որը մի քիչ տեսողության հետ խնդիր ունի, մի քիչ լսողության հետ խնդիր ունի, մի քիչ լավ չի պատկերացնում անալիտիկ մտածելակերպը, ապազգային է, չի հիշում նույնիսկ ինչ է տեղի ունեցել 3, էլ չեմ ասում 4 տարի առաջ, հա։ Այդ տեսակի մարդը կամ եթե օրինակ, չգիտեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակի 99 հոգուց մեկի բարեկամն է։ Հիմա 99 հոգի մարդ, ոնց է լինի մի 5 բարեկամ կունենա ամեն մեկը։ Դե հիմա բազմապատկեք կտեսնեք, որ ինչ որ մի քանակություն կստացվի, հա, պարզ է, բայց 50+ հնարավոր չի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 50 բառի հետ ընդամենը մի մարդու անուն է շարքում, ու այդ մարդու անունը Սարիկը չի։ Հա, պարզ է։ Տեսեք, ինչ որ մի պահի մենք ակնկալում ենք, որ Լևոն Բարսեղյանը, Արտյոմ Թումանյանը եւ Սարիկ Մինասյանը հնարավոր է կոալիցիա կազմեն, որովհետեւ կապը, գիծը, ինչքան էլ որ իրենք հերք էին, ասեն, վայ, մենք հիասթափվել ենք, էս են կարել, ակնհայտ է։ Անդիմադիրները ունեն ներքին խոհանոցային նման պայմանավորվածություն, որ եթե հանկարծ ինչ որ ձայների պակաս լինի եւ այլն, գոնե միավորվեք միասնական ճակատով Գյումրի իշխանությունը վերցվի, թե չկա, թե ես անձամբ ոչ մեկի հետ չեմ հանդիպել ու չեմ խոսել, բայց բոլորը իրենց հայտարարությունների մեջ կարմիր գծով ասում են հետեւյալը. քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում իշխանություն չպիտի ստանա։ Ու եթե դրա համար պետք լինի ինչ որ քայլեր ձեռնարկել, կձեռնարկենք։ Հիմա ես առաջարկում եմ ավելին ոչ մեկին էլ չհարցնենք ու չխոսենք դրա մասին, որովհետև մարտի 30-ի գիշերը ամեն ինչ պարզ կդառնա, էլի։ Դուք կոնկրետ բացառում եք։ Ես ամեն ինչ անելու եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ այն կուսակցությունները, որոնք այդ պահին հանդիսանալու են կամ հիմա արդեն հանդիսանում են սատելիտները իրենց, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում իշխանություն չունենա։ Այստեղ որոշակի լարվածություն է նկատում Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի աջակիցների, թիմակիցների միջև։ Գյումրիի ընտրություններում դուք ինչ որ լարվածություն, ջղաձգումներ այդ հարթակի վրա տեսնում եք, թե չէ։ Բացարձակապես նման բան Գյումրիում չկա։ Բացարձակապես։ Հռիփսիմե ջան, նման բան կարծում եմ կա միայն Facebook-ում։ Անկեղծ եմ ասում։ Ինձ թվում է նման բան կա միայն Facebook-ում։ Բայց չէ, արդեն բանը հասավ ավելի վերին մակարդակների։ Քննարկում են ակտիվորեն ով է բերել Նիկոլին։ Ոնց, դե ով է բերել Նիկոլին, խոսակցությունը 2019 թվականի վերջից էլ կա, հա, բարձրանում է, հա, իջնում է, բարձրանում է, հա, իջնում է։ Ես չեմ կարծում, որ Գյումրի ընտրությունների վրա այդ խոսակցությունը ինչ որ մի կերպ ազդում է, ավելին կարծում եմ, որ այդ խոսակցությունը ինչքան շուտ ավարտվի, իդեպ հերթական անգամ աննյութ է ավարտվելու, հա, ոչ մի բանով է ավարտվելու այդ խոսակցությունը, ինչպես ամեն անգամ ավարտվել է 2019 կամ նույնիսկ 18 թվականից սկսած։ Գյումրիի ընտրությունների վրա դա ունի զերոյական ազդեցություն ու պնդում եմ, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության վրա այդ խոսակցությունը ոչ մի ձև չի ազդում։ Մարդիկ իրենց ուրիշ խնդիրներ ունեն, բացարձակապես իրենց հետաքրքիր չի, ով ինչ է խոսում, ով ում ինչ պորտատեղադրում է անում եւ այլն։ Հա, բայց Գյումրիի ընտրություններն էլ այնպես պակաս լարված չեն անցնում, որտեղ դեռ ընտրությունները չսկսած, քարոզարշավը չսկսած, էլ ջեպկիր, էլ հայրենիքի տարածքների գող, արդեն այս մակարդակում սկսել է։ Հիմա կարող է ասենք սկսի ընտրությունները, արդեն ռազմորկաներ, փոխհրաձգություններ, բաներ սպասելի է նման բան, թե չէ։ Ընդհանրապես ես նման բան ոչ սպասում եմ, ոչ ակնկալում եմ, ոչ էլ նման բան տեսնում եմ։ Այն խոսույթը, որը որ կա համացանցում կամ Facebook-ում, ես իդեպ ձեզ առաջարկում եմ մի օր օրինակ եկեք Գյումրի, Հռիփսիմե ջան, օրինակ ցերեկով Գյումրիում քայլեք։ Արևոտ եղանակում, այսինքն դուք մարդկանց դեմքի վրա չեք տեսնելու այն ամեն ինչը, ինչը որ կա Facebook-ում։ Մարդիկ իրենց որոշումները վաղուց կայացրած, իրենց համար պարզ,
Շատ հաճախ գլուխները տես ներքև ոտերին նայելով քայլում են, որ ինչ որ մեկը սոցհարցումներով չմոտենա իրանց ու չասի, իսկ դուք ում եք ընտրելու, որովհետև մեծամասնությունը իհարկե չի պատասխանելու ինքը ով է ընտրում, ում է Կասկանդվում է։ Նայեք, սոցհարցումներին ես կարծում եմ, որ այսպես է տեղի ունենում։ Ով ԿՊ է ընտրելու, բացարձակապես բան չունի, մտածելու բան չունի, միանգամից ասում է, որ ԿՊ է ընտրելու, մնացած բոլորը աշխատում են ասել, հա, գիտենք ում պետք է ընտրենք, բայց անունը չեն տալիս, կամ ընդհանրապես չեն պատասխանում այդ հարցին։ Իսկ դա ակնհայտ է դառնում, թե ու քանի որ այդ մարդիկ մեծամասնությունն են կազմում, պնդում են, որ այդ մարդիկ մեծամասնությունն են կազմում, 50+1%-ի մասին խոսելը այտենց մի քիչ մեծամտություն է։ Նո չեմ ասում մեծամտություն է, հիմա այդպես են ասել, այդպես են խոսում։ Երկրորդ փուլի հավանականություն ամեն ինչ կարող է լինել, ես ոչինչ չեմ բացառում։ Պարզ է։ Վերջում մեր հաղորդման ձևաչափն այնպիսին է, որ կենացենք առաջարկում, որ դուք առաջարկեք։ Գիտեք, 2020 թվականից հետո կենացներ չեք խմում։ Կենաց ասելը ընդհանրապես շատ դժվար բան է դառել, որովհետև ինչ որ մի պահի պարզվեց, որ մեր տունը քանդողներից մեկը հենց այդ կենաց ասելն է եղել, որ մենք շատ որակով կենաց ասող ժողովուրդ էինք դառել։ Զանգ կախող չէին։ Որտեվ այդ կենաց չասեք, թե կռվող չենք եղել։ Չէ, երկ։ Ես նման հիմարություններ չեմ ասել։ Այդ կենացների մեջ եղել է նաև հեղափոխություն անողների կենացը։ Այդ կենացների մեջ եղել է նաև հետևյալ խոսույթը, որ հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան Արցախյան գոյամարտը։ Դրա համար եկեք ոչ թե կենաց խմեմ, այլ մեր պետությանը մաղթեմ հավերժություն։ Այո։ Մեր ժողովրդին մաղթեմ լայնախոհություն, գյումրեցիներին մաղթեմ ճիշտ ու խելացի ընտրություն, մեր ազգին մաղթեմ անսպառ երկարակեցություն, այն մայրերին, որոնք սպասում են իրենց որդիների վերադարձին, մեծագույն համբերություն, մնացածին էլ մաղթեմ էկրաններին ուշադիր եղեք, հետաքրքիր է լինելու։ Թեժ է լինելու։ Խմեցինք։ Սիրելի հետևորդներ, այսօր այսքանը։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Ռուբեն Մխիթարյանն էր, որը առաջադրվել է Գյումրու քաղաքապետի ընտրություններում։ Ես կխնդրեմ, որ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ Patreon-ի։ Շնորհակալություն, որ դիտում եք, կհանդիպենք մյուս շաբաթ ցտեսություն։